քննարկել։ Այսինքն Հայաստանի Հանրապետության տարօրինակ չի լինի, որ մենք քայլեր անենք, գոսենք, գնանք ու մտնենք սանկցիայի տակ։ Եվ նույնն էլ բանում, նույնն էլ Եվրամիությունում երկար ժամանակ կար շատ մեծ, այսպես ասած, հարցեր, թե ինչքանով է Հայաստանի դիրքորոշումները եւ այլն, ինչքանով համագործակցությունը Եվրամիության հետ չի օգտագործվում Ռուսաստանի հետ համագործակցությունը Եվրամիության հետաքրքրություններին եւ շահերին հակառակ։ Այդտեղ ենք թափանցիկ եղել։ Եվ մենք բայց դրանից առաջ հայտարարել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն եւ մնացել ենք այդ քաղաքականության շրջանակներում։ Շնորհակալություն հաջորդ հարցը Արմեն։ Պարոն Փաշինյան, շարունակելով Ռուսաստանի թեման, Ռուսաստանի արտգործնախարարությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը կկարողանա հանրապետության կարիքները, էներգետիկ կարիքները բավարարել տասնամյակների համար։ Եվ նաև մեկ հարց վերաբերում է թրիպ նախագծին, նախորդային ամերիկյան պատվիրակություն էր ժամանել մեկնարկելու հողատարածքի ուսումնասիրությունը թրիպ նախագծի։ Արդյոք կարող են Քանի որ ես հասկանում եմ, որ դուք գիտեմ, որ կենթանիները ապրելու իրան։ Վիվոյ շուն են բերել, այդ կլիպսով եւ կրծքերը լիքը կան, իրանց ձագերով։ Ես ձեզ շատ հարգում եմ, ես մի անգամ չեմ ասել, որ ընտրելու եմ ձեզ։ Ուզում եմ, որ դուք իմանաք ձեր համայնքի ղեկավարների ձայի մասին։ Այս ամեն շունը 25,000 դրամ է։ Այ հետա, խնդրում եմ նկարեք, հետա շունը։ Եվ պարոն Փաշինյանը տեղյակ չի, ես համոզված եմ։ Եվ ազգային ժողովը օրենք կա ընդունել, որտեղ պետք կա, որ վերահսկողությունը նորից լինելու է համայնքների վրա, այսինքն կոռուպցիայի ռիսկով օրենք կա ընդունել։ Տիկինը նկատի ունի, որ ստերջացնելու համար տրամադրված գումարները ճիշտ չեն օգտագործվում եւ շները շարունակում են ծննդել։ Շատ լավ, շատ լավ։ Ես հանձնարարել եմ, մենք կապանում ենք, չէ, հանդիպել։ Չէ, ինքը գալիս է միշտ, որտեղ ես եմ։ Մենք շատ լավ։ Նամակներ ա գրում, ես իր այդ մշտական կապի մեջ եմ, հենց որ մենք կապանում ենք, ես հանձնարարել եմ։ Բազմաթիվ ասել եք, որ հանձնարարել եք։ Առ այսօր որևէ մեկը իմ հետ չի կապտվել եւ շները շարունակում։ Չէ, հանգիստ։ Մի հատ կարանք այդ շանը վերցնենք, որ չգնա ոչ միտեղ, որ ստուգենք։ Խնդրեմ, հեսա շունը։ Ձեզ հետ է ենթարկվում է ձեզ շունը։ Ինքը դրսի անտուր շուն է, որոնց մենք կերակրում ենք եւ կերակրում։ Ձեզ ենթարկվում է։ Հայտնաբերում ենք։ Ձեզ ենթարկվում է շունը։ Կխնդրեմ այդ շանը փոխանցեք մեր վերահսկողական մարմիններին, ոստիկանությանը տվեք շանը, ես հենց այդ շան օրինակով այդ համարով կգնամ։ Մի հատ կարանք կազմակերպել։ Շունը պետք է վերցնել։ Շունը պետք է վերցնել։ Ցավալին նայա, որ նոր Եվ տեսչական մարմին պետք է փոխանցել։ Լավ, շունը վերցրեք մեր մոտը լինի, հետո ես կասեմ։ Որտեղ հստակ գրված է, որ վերահսկողությունը ստերջացման իրականացնելու են համայնքները։ Արդեն 150-րդ շունն է։ Ես նկարահանում եմ, որ համայնքները հավասարաչափ տենդեր շատ կազմակերպությունների հետ փողերը լվանում են։ Շները Հիմա օգնեք 300 դրամանոց կլիպ 24,700 դրամը գրպանում են։ Խնդրեմ, պարզ օրինակ։ Հիմա օգնեք այդ շանը վերցնենք մենք։ Հա, շատ պարզ է, կհիշեմ։ Շատ լավ, ատոմակայանի հետ կապված հարգել գու։ Հա։ Ոչ միայն հողատարածքի։ Տրիպի հետ կապված միանշանակ կարող ենք արձանագրել, բայց տեսեք, ինքը նախագիծը զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում եւ տարածքների ուսումնասիրությունա տեղի ունենում եւ կոնկրետ չի բացառվում արդեն կոնկրետ որոշ ենթակառուցվածքների հիմնանորոգում սկսենք, օրինակ երկաթգծի կայարանների եւ այլնի, եւ նաեւ զուգահեռ ընթանում է
պայմանագրային պայմանագրի, միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքներն են ընթանում եւ մենք ուզում ենք հնարավորինս շուտ դե յուրե այդ ստորագրենք եւ ուժի մեջ մտնի, այսինքն գործնականում չեմ չափազանց ամենօրյա աշխատանքա գնում տրիպի շուրջ ամենօրյա, այսինքն այս մասով այո եւ տարածքի ուսումնասիրություն եւ ֆինանսական ներդրումային հետաքրքրությունների ուսումնասիրություն եւ կառավարման մոդելների ուսումնասիրություն եւ դե յուրե նշանակություն ունեցող պայմանագրի ուսումնասիրություն եւ այդպես շարունակ։ Ատոմակայանի հետ կապված մենք այո ոչ մի նորություն չկա, մենք նման առաջարկ Ռուսաստանից ստացել ենք, բայց մենք նման առաջարկ ստացել ենք նաեւ Կորեայից, մենք նման առաջարկ ունենք Ֆրանսիայից, մենք այլ առաջարկներ էլ ունենք եւ մեր հաշվարկը այն է, որ մենք արևային էներգիայի այս տեմպով մենք մեծ 1000 մեգավատանոց, իսկ առաջարկները հիմնականում 1000 կամ 600 մեգավատանոց ատոմականների մասին է, այդպիսի մեծ ատոմակայանի կարիք չենք ունենալու, որովհետև մենք ունենք մեր ռեսուրսը արևը։ Մենք հիմա կենտրոնացած ենք, մենք ուզում ենք մոդուլյար ատոմակայան։ Ինքը ինչով է լավ մոդուլյարը, որ իրան մի մոդուլ կառուցում ես, հետո որ ժամանակ անց կարող ես երկրորդը կառուցես, երրորդը, չորրորդը, եւ ամենակարևորը անվտանգության հետ կապված մոդուլային ատոմակայանը կոպիտ ասած Չեռնոբիլի վթար չի կարա ունենա։ Սա մեզ համար ամենակարևոր հարցն է, որ մոդուլային ատոմակայանում վթարը համարվում է տեղային միջադեպ։ Այսինքն ես շատ կոպիտ ասեմ, մոդուլային ատոմականից մի կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրը վթարի պարագայում չի էվակուացվում։ Այս ամենակարևոր առանձնահատկությունն է։ Եվ մենք հիմա Ռուսաստանի հետ էլ ենք աշխատում, Միացյալ Նահանգների հետ էլ ենք աշխատում, Չինաստանի հետ էլ, Կորեայի հետ էլ, Ֆրանսիայի հետ էլ, եւ հիմա այո, մենք ընդունում ենք, որ մոդուլային ատոմակայանը նոր բան է, հիմական շինարարության մեջ գտնվողները, եւ Ռուսաստանում էլ կա նախագիծ, որը հիմա աշխատում է, բայց ինքը ծովի վրա է աշխատում եւ ինքը լողացող պլավուչի են ասում կամ ջրի վրա աշխատող մոդուլային ատոմակայանը եւ հիմա երբ որ այդ առաջարկը կլինի, մենք պետք է նայենք նախ տեխնոլոգիայի առաջարկը եւ գնի առաջարկը եւ որ մեզ համար լավագույն առաջարկը էլի եմ ասում ամենայն հարգանքով, բայց մենք ատոմակայանի դեպքում էլ քաղաքական ընտրություն չենք անում, չենք ուզում անել, որտեղ սա տնտեսական հարց է, մենք ուզում ենք ծրագրի տևականությունը եւ շահավետությունը Հայաստանի Հանրապետության համար երաշխավորենք։ Հիմա որը Միացյալ Նահանգները լավ ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատենք, Չինաստանը ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատենք, Ռուսաստանը ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատենք, Ֆրանսիան կանի առաջարկ, իրանց հետ կաշխատենք, Կորեան հարավային, իրանց հետ կաշխատենք, այս է պատմությունը ամբողջ։ Բայց ցավոք Հայաստանում էլ դա երբեմն ընկալվում է, որ դա քաղաքական ընտրության հարց է, ոչ դա քաղաքական, դա մաքուր տնտեսական հարց է։ Շնորհակալություն, հաջորդը հանրային հեռուստաընկերություն։ Վարչապետ գրեթե ամենօրյա ռեժիմով իրավապահ մարմինը ենթարկյալ